Բարև ձեզ, սիրելի հայր։ Մենք այսօր մի նոր հաղորդում ենք պատրաստել, հիմնականում ուրեմն ուղղված է մեր ջահելներին, չամուսնացած ջահելներին, եւ այսօրվա քննարկման թեման պիտի լինի ամուսնանամ թե հարստանամ, որովհետեւ շատ դժվար է, ասենք, ջահելի համար որոշել, թե որն ավելի կարևոր իր կյանքում։ Դրա համար ես այսօր հրավիրել եմ Արմինե Դավթյանին, որը որ մասնագետ է, ուրեմն եւ պետքա այդ ուրեմն այդ թեման քննարկենք։ Խոսքը տամ Արմինեին, խնդրեմ։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք այսօր խոսելու եւ երևի թե բոլորի ընտանիքների հետ է առնչվում այս թեման, որը թե որպես ծնող իրենց զավակների համար, թե երիտասարդները, որոնք կանգնած են այդ ընտրության առջև, հարստանալ, կայանալ, թե ամուսնանալ եւ նույնիսկ գիտեմ ընտանիքներ, որոնց տանը մշտապես այս վեճն է, շուտ արեք ամուսնացեք, մենք թորնիկներ ենք ուզում եւ այլը, բայց երիտասարդները չեն շտապում, թույլ տվեք ամուսն մենք ընտրենք, թույլ տվեք ում հետ ամուսնանանք, այսպիսի հարցերի շուրջ գիտեմ, որ ընտանիքներում բավականին շատ են այս թեմաներին առնչվող հարցադրումները եւ խնդիրները այդ թվում եւ այսօր կփորձեմ որպես հոգեբան, որպես եւ ծնող եւ մայր եւ կին, այս թեմայի շուրջ մի փոքր քննարկում անցկացնենք եւ գուցե որոշներին այս քննարկումը օգտակար լինի ընտրություն կատարելու վերջապես քայլանելու։ Ես շատ մեծ հույս ունեմ դրա վրա, որովհետեւ իրոք ջահելների կյանքը այսօրվա կյանքը այնքան արագ է, որ չեն կարողանում կողմնորոշվել, բայց հիմնական սկզբունքները ընտանիք կազմելու համար կամ անձի կազմավորելու համար նույնն են, ձևավորություններն է փոխվել, բայց կազմավորման օրենքները նույնն են, շարունակեք, կներեք պատմանը։ Նույնը ասելով մի քիչ կարելի է այստեղ այդքանը չհամաձայնել, որովհետև ժամանակների, զարգացումների տենդենսները ազդում են նաև երիտասարդների մտածողության վրա, բայց ֆիզիոլոգիայի վրա բնականաբար դա չի ազդում, որովհետև ամուսնությունը ոչ միայն անձնային մտավոր ընտրություն է, այլ նաև ֆիզիոլոգիական անհրաժեշտ պրոցես է եւ ինչքան երիտասարդները ուշացնում են կամ բազմազանեցնում են այդ ֆիզիոլոգիական կապերը, այնքան բարդանում է նաև մարդու գենետիկ խառնվածքը, որովհետև այս չվախենամ ասել, սեքսուալ հեղափոխությունը, երբ ազատություն տվեցին ընտրության առումով եւ կանանց եւ տղամարդկանց եւ որոշ առումով կոտրվեցին ավանդական այդ ամոթի եւ միատար ամուսնությունների, այսպես միանգամյա ընտրության կամ թեկուզ 1-2 անգամյա ընտրության եւ նախամուսնական կապերը այսօր ավելի ազատ են եւ այլն, այս առումով մարդու ֆիզիոլոգիական եւ նեյրոգենետիկական ֆոնը բավականին փոխվել է եւ նույնիսկ գիտական առումով ապացույցներ կան, որ որքան մարդը շատ սեռական հարաբերություններ է ունենում, այնքան նրա գենետիկան ավելի բազմաշերտ է դառնում, ինչ որտեղ նաև խառնվում է այլ գենոֆոնդերին, որը կարող է եւ դրական եւ բացասական իմաստով ազդել մարդու վրա։ Մյուս կողմից օրգանիզմը, որքան հասուն տարիքում են ամուսնանում, այնքան արդեն ինքը վերարտադրողական պրոցեսներից իջնում է դեպի հանգստի ռեժիմ, ավելի անպատրաստ է վերարտադրվելու եւ դա է պատճառը, որ շատ անգամ ուշ ամուսնությունների դեպքում երեխա ունենալու խնդրի առջև են կանգնում շատ զույգեր եւ
սերունդ ունենալու հարցի առջև են կանգնում եւս եւ սկսում են այլ միջամտությունների դիմել, որպեսզի վերարտադրություն տեղի ունենա բնական ճանապարհներով եւ վերջին հաշվով սպառվում է մարդու էներգետիկ բալանսը, հա, երեխա պահելու ուժային էներգետիկ այդ գործոնները արդեն հասուն տարիքում մի քիչ ավելի այսպես սպառված են լինում, որովհետև մարդը կարիերայով, իր ինքնուրույն զարգացումով, անկախ սովորելով ավելի դժվար է մտնում պատասխանատվության բեռի տակ, հա, երեխա ունենալու, քան երիտասարդը, որ հələ դեռ չի կայացել եւ ավելի վաղ տարիքում է երեխա ունենում, ինքը կարծես այսպես իներցիայով սկսում է հասունանալ այդ պատասխանատվության բեռի տակ, իսկ մեծ տարիքում ինքնուրույն ապրած հանգիստ ինչ-որ տեղ ապրած մարդուն մտցնել փոքր երեխա պահելու բեռի տակ, անքուն գիշերներ անցկացնելու բեռի տակ շատ ավելի դժվար է։ Ձեր կարծիքով կարևոր է, որ ջահել ինքը որոշի, թե ինչ եղանակով կամ ինչ օրինակով պետք է իր կյանքը ապրի, որ դրա համեմատ ինքը որոշի իր վարքման ձևը։ Այսինքն, եթե ընտանիքը իր ընտանիքը լավն է, ուզում է նույն ընտանիքին ուրեմն մոդելը կառուցել, մի մոտեցում ունի, բայց եթե իր ընտանիքը այնքան էլ հաջող չի եղած, ու ինքը մտածում է, որ ավելի կուզենա մենակ ապրի կամ կուզենա կարիերային դիմի, Հոգեբան առումով ընտանիք որպես սոցիալական ինստիտուտ կարևոր ազդեցություն է ունենում այդ ընտրության վրա, ամուսնանալ թե չամուսնանալ, որովհետև շատ անգամ, եթե լավ ծնողներ են ունենում երիտասարդները եւ օրինակելի ընտանիք են ունենում, ես նույնիսկ գիտեմ դեպք, ինձ շատ մոտիկ մի երիտասարդ իր ծանոթներից մեկին ասաց, որ իր ծնողները այնքան իդեալական են, որ համապատասխան հարց չի գտնում, որ դժվար հարց է։ Ընտանիքի այդ ձևը մոդելը չխախտվի, հա, ընտանիքի ինստիտուտը իրենց չխախտվի։ Մյուս դեպքում, երբ ընտանիքը անհաջող է լինում, երիտասարդները տրավմատիկ մանկություն ունենալով, տրավմատիկ երիտասարդություն ունենալով, իրենք սկսում են վախենալ, որ իրենց ընտանիքն էլ այդպեսին կլինի։ Այդպիսի հաճախորդներ ավելի շատ եմ ունենում, անկեղծ ասած, որոնք որ գալիս են հասնում են, երբ որ երիտասարդը ուզում է արդեն առաջարկություն է անում աղջկան, որ պետք է ամուսնանան, քանի որ իր հայրը անհաջող է եղել, ինքը վախենում է հարաբերություն լուրջ հարաբերության մեջ մտնել տղայի հետ, որովհետև իր ենթագիտակցության մեջ տղամարդը իր հոր օրինակն է լինում։ Որպես կանոն աղջիկների մոտ դա շատ տարածված երևույթ է եւ այդ տրավմատիկ հիշողությունները իր մոտ բերում են տագնապ, վախ, ամուսնության մերժում։ Տղաների մոտ որպես կանոն իրենց մայրիկներն են տպավորվում, հակառակ սեռի ներկայացուցիչներն են տպավորվում ենթագիտակցության մեջ եւ ընտրության ժամանակ սովորաբար կամ եթե մայիկը լավն է, փնտրում են մոր նման շատ կերպար, եթե ունեն մոր հետ սերտ կապվածություն հոգեբանական եւ չեն ազատվել այդ սերտ կապից մոր հետ տղաները, իրենք փնտրում են որպես կանոն աղջիկներ, որոնք կենթարկվեն իրենց մայրիկներին եւ չերես մայրիկ կգա իրենց կապը, դա աղջիկները շատ անգամ չեն ընդունում կամ փնտրում են իրենց մայրիկի նման կերպար ու չեն գտնում, անընդհատ փնտրտուքների մեջ են մնում, որպես կանոն այս երևույթը հակառակ սեռերի հետ կապված շատ տարածված է հոգեբանական իմաստով եւ եթե մայրիկն էլ անհաջող է լինում, հակառակն են փորձում փնտրել մայրիկի հակառակ կերպարը կամ տրավմատիկ մանկությունից վախենում են ամուսնանալ, որովհետև մտածում են մայրիկը կգա եւ այս կինը իր մայրիկի փոխարեն կգա եւ կսկսի իրենց տղամարդկային իրենց արժանապատվությունը նորից նսեմացնել, նորից խնդիրներ, որպես կանոն տղամարդ ինքը սիրում է հանգիստ միջավայր, ինքը ուզում է ընտանիքում լինի խաղաղություն, անդոր, հա, կինը լինի միշտ այսպես իր համար ինչպես
Շեքսպիրն է ասել, հա, խոհանոցում ստրկուհի անկողն ու այն ծառայություններ մատուցողների գերեջի եւ դրսում որպես իշխանուհի այսպես տղամարդու փնտրտուքը որպես կանոն այսպեսին է, օրինաչափ է դա, բայց կանայք էլ մեկ այլ տրամաբանություն ունեն, հա, կանայք էլ փնտրում են հարուստ լինի, իրենց ապահովի, իրենք անվտանգ լինեն, գեղեցիկ լինի, իրենց օգնի ընտանիքում եւ այս սպասումների հակասությունը բերում է կարծես թե ոչ թե ներդաշնակություն, որ մեկը մյուսին լրացնեն, այլ կոնֆլիկտի։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ մենք աշխատում ենք այս վիդեոները պահել կարճ, ես ուզում եմ Ռաֆայելին մի հատ հարց տամ եւ հետո առաջարկեմ, որ ուրեմն մենք մյուս հաղորդմանը քննարկենք, թե այս վախը, որ ունեն այսինքն աղջիկները, տղաները, այդ իրանց վախը ոնց կարան մշակել, այսինքն process անել, մի քանի հարցով հարցնեն, աղջիկը տղային հարցնի, տղան աղջկան հարցնի, ու այդ պատասխանների հիմքերի վրա իրանք որոշեն, որ այդ ճիշտ է, այդ մի զույգը թե չէ, իրար համապատասխանում են թե չէ, որտեղ ինձ թվում է այդ ձևով գուշակելու տեղ իրանք շատ ավելի արագ կհասկանան անձին, կհասկանան թե իրանք ուրեմն ստում են թե չէ եւ կարողանան իրանք ընտրություն անել։ So հիմա ուրեմն մինչեւ հետ գալը հաջորդ ուրեմն հաղորդմանը ուզում եմ Ռաֆայելին հարցնեմ։ Ռաֆայել ջան, քո կարծիքով հիմնական դժվարությունը ընտրությունը կայացնելու համար ջահելների մեջ ինչ է։ Ես կարծում եմ ավելի կապված է նրա հետ, ինչպես ճիշտ նշեցիք, արժե համակարգերը, թե ինչքանով մեկը մյուսինը կընդունի, ու այդ անհանգստությունը շատ դեպքերում արդեն թույլ չի տալիս, երբ որ նա հատկապես մարդ կայացած չի, որպես կամ իրան կայացած չի համարում, այդ արժե համակարգով կիսվի իր պոտենցիալ զույգի հետ, որը ինքը իր հերթին նույն կարող է նմանատիպ կարծրատիպեր կամ ինչ-որ մտահոգություններ ունենա, որ իրան կարող է իր ինչ-որ արժեքի, ինչ-որ դաստիարակության կամ, չգիտեմ, այս կամ այն բաների բնավորության գծի համար, ասենք, ընկերը կոպիտ ասած չհասկանա կամ չընդունի։ Հիմա ինչքան շուտ այդ առանձնահատկությունները բնավորության պարզեն ու տեսնեն ինչքանով է համապատասխանում զույգերը, կարծում եմ այդքան շուտ այդ կփարատվի այդ վախերը բոլոր ու մարդ կարողանա ոնց որ ավելի վստահ իր հարաբերությունների մեջ կառուցի, չեմ անում, զույգ լինի, թե ընտանիք կառուցի, արդեն կախված է նպատակներից, տարիքից եւ մոտեցումներից։ Շատ լավ։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հաջորդ հաղորդմանը մենք խոսենք ինչու է երիտասարդների մոտ ձևավորվում կարծրատիպերը եւ արժե համակարգային խնդիրները եւ ինչու չեն ստացվում հարաբերությունները։ Ես համաձայն եմ։ Եկեք շարունակենք։ Ուրեմն հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր մասնակցության համար։ Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն stay tuned, մինչ նոր հանդիպում։ Եվ ուրեմն շատ կարծում եմ, որ մեր թեման շատ հետաքրքիր թեմա է եւ շատերը կուզենան ուրեմն մասնակցել։ Ես խնդրում եմ, որ բոլորն էլ արձագանքեն եւ շատ կարեւոր է, ես չկան հասկացա, որ subscribe, like, ինչքան չեմ սիրում այդ բառերը արտասանեմ, բայց պետք է subscribe, like այդ բաները անեք։ Ես ձեզ շատ եմ խնդրում, ստեսություն ձեզ։ Եթե ցանկանում են, հա։ Այո, այո։ Հարցի պատասխանը վերջնական, ապա հետևեն նաև մեր հետագա ոդքասթերին, որտեղ մենք դեռ չենք տվել այդ հարցի պատասխանը հարստանալ, թե ամուսնանալ, կարծում եմ պետք է շարունակենք դեռ մինչև յուրաքանչյուրը իր մեջ լուծում գտնի։ Այո, եթե նույնպես կարևորում են այդ հարցի պատասխանները, անպայման արժի հետևեն մեր հետագա հաղորդումներին։